Ես իմ ծնողներից շենքի բակն է, միջև քանդելը, էդ էլ եմ համացանցում տեսել, նկարահանել, ոնց են ամեն ինչ թափել էստեղ ու երևի թալանել են, ինչ կասեմ, իհարկե թալանել են։ Այո, սա հիշեցնում է Կողոպոտ, նախքան շենքերը քանդելը ադրբեջանցիները դատարկում էին բնակարանները, հանելով անգամ պատոհաներն ու տանիքները, Կողոպոտը նախորդում էր ավերածությանը։ Ավելի ուշ որոշ շինություններ սկսեցին ոչնչացնել Ստեփանակերտի Թումանյանի, Մարտունու ազատամարտիկների, Սարոյանի, Մխիթար Գոշի, Արթուր Մկրտչյանի եւ այլ փողոցների։ Իդեպ ազատամարտիկների փողոցում էր գտնվում արտաքին գործերի նախարարության շենքը, որը ադրբեջանցիները քանդեցին ցուցադրաբար ու խորհրդանշական օր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի հանրապետության հռչակման օրը։ Ստեփանակերտի ազատամարտիկների փողոցում գտնվող մեր տունը եւս քանդել են, թեև դուրս գալու պահին ես այլ ակնկալիքներ ունեի։ Азербайджанец. Это мой дом. Все разбросано, потому что была война. 10 месяцев не было нормального электроснабжения. Вот я в последний раз разжег буржуйку. Не знаю, так хочется. Здесь я, азербайджанец, жил 35 лет. Много чего видел. Это мой родной дом. В 72-м дом получила бабушка как учительница, педагог. Вот. А теперь я здесь живу. Ну, можно сказать, жил. Сегодня я покидаю мой дом. Что тебе сказать, азербайджанец? Живи? Что мне сказать? Живи? Կար ժամանակ, որ այս փողոցներում, բակերում ու տներում կյանքը եռում էր։ Ջուլետան ապրում էր իր որդու Արամի հետ։ Ինեսան իր պապական տանը ազատամարտիկների փողոցում։ Ինչ արի թողոք սարք, հա, դուք չէ։ Ինչ արիթ է էլա։ Այդ տորտը մեր տանը մի հատ Արամի ընկերներից մեկի ծնունդն էր։ Ջուլիաս մայից համար մի տորտ էլի թխի, քո տորտը շատ համով է։ Ես էլ թխեցի, արդեն իրենք այս կողմում նստած են, կուխնայից գալիս եմ դեպի տուն, էլի դեպի սեղանն եմ տանում տորտը։ Դուք եք Արամը։ Արամի ընկերը Արմենը։ Մեր տանը պաստանի ուրիշ խոխեք բա։ Տո Արամին ընկերը քո, տո իմ քոր խոխեկը, տո իմ աղբոր խոխան, տո աղբոր իրան ընկերոց քվերք, այս վերջում լա իրան Արամ քեցալա։ Մխիթար Գոշի փողոցի շենքերը ադրբեջանցիները կամաց հողին հավասարեցրին, բացի Արցախի պետական համալսարանից, որը այժմ կոչվում է Ղարաբաղ ունիվերսիտետի։ Ջուլետայի բնակարանը եւս գտնվում էր այդ փողոցում։ Երևի քանդելուց մի 2 օր հետո ընկերուհիս զանգում է, որ գիտեք, ձեր տունը հողին հավասարեցրել են, մեր շենքը էլի։ Ու հաջորդաբար մնացած շենքերն էլ։ Եկել եմ տուն, Արամեն ասում, Արամ, որ մեր շենքը քանդել են, խեչ ես ասում։ Մամ ինչ ասեմ, որ տխրես։ Ջուլետան ասում է, որ այդ շենքը իր կյանքի մի մասնիկն է եղել։ Այնտեղ բոլոր հարևանների հետ ջերմ հարաբերություններ է ունեցել։ Գժվել կարելի է ուղղակի։ Քո ապրած, քո ստեղծած ամեն մի շուղ են, որ ծիտը բուն աշինում։ Այդ ցավը, այդ վիշտը չի մոռացվում ոչ մի բան։ Մեկը ինչքան ասում եմ, չհիշեմ, տղասա իմ հետ կռիվանում, մամ, ոչինչ, ողջենք, նորից կստեղծենք։ Մեկը
Եթե նորից էլ ստեղծեմ, մեկը ծիծեռնակի նման ամեն մի շուխ կուպցնելիս առաջվա բունն է հիշում։ Տենց Շրջանի մեջ դրած մեր բալկոնն է։ Միակ հիշողությունն է, որ մնացել է պապական տնից։ Իսկ մեր թաղի երեխաներն են, բակի երեխաներն են, մենք շատ մտերիմ ենք, մինչ այսօր, կարամ նկարներով ցույց տամ, մինչ այսօր մենք շատ մտերիմ հարաբերություններ, ճիշտն ասած չի հաջողվում, հաճախ շփվենք իրար հետ, բայց մենք իրար հետ պատերազմ ենք անցել, իրար հետ նկուղում էինք ապրում։ Համացանցը նայելի սկզբից չէի հավատում իմ աչքերիս, որ կարող է դա իմ պապական տունը լինի։ Սենց նայելի ստոպ տվի մի անգամ, հետո զում արի ու տեսա, որ ազատամարտիկներն են քանդում։ Ինձ համար դա ճիշտ ասած չէի զարմանում, բայց մեկա ցավը շատ էի ապրում ցավ դրա համար, որովհետև դա իմ պապական տունն է։ Այնտեղ եմ ես ծնվել, մեծացել, այնտեղ են մեծացել իմ երեխաները, շատ ժամանակ իրանք այնտեղ էին անցկացրել։ Շատ դաժան ցավ է դա, ոչ մեկին չեմ ցանկանա։ Եկել էի տուն, ասում եմ, մամ ջան, բա ինչ որ բան ինտերնետում տեսել ես, ասում եմ, մեր շենքը, ասում եմ, այո, ուրեմն տեսել ես։ Ասեց, հա, տեսել եմ։ Դե իհարկե, իրանք այդ եղածը շատ ցավոտ են տանում, որովհետև մեծահասակ վաղտ թողնել ամեն ինչ, որը որ սա կյանքը մոտ առած թողած բնակարանդ, ամեն ինչով լցված բնակարանը թողես, գաս արժանանաս ոչ մի բանի, դա շատ դժվար է։ ինչ ունեցել ենք, ամեն ինչ թողել ենք տեղ։ Ամեն մի բան, որ մենակ եմ ստեղծել, ամուսինս շուտ է մահացել։ Ինձ համար շատ հարազատ է եղել, որ դա իմ աշխատանքն է։ Հիմա իմ տղան ասում է, մամ, մի մտածիր, հիմա էլ ես եմ ամեն ինչ ստեղծելու։ Ես թոշակառու եմ, իմ թոշակը ինչ է դառնում, ոչ մի բան։ Ստեղ վարձով ապրելիս Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը խորհրդանշում է պատմության 3 դարաշրջան։ Խորհրդային տարիներին այն կոչվում էր Կիրովի, անկախության շրջանում ազատամարտիկների, իսկ այժմ Ադրբեջանի պողոտա։ Կան իրեր, որ սիմվոլիկ առումով ինձ համար կարևոր էին, սակայն այդ խառնաշփոթի ժամանակ չվերցրեցի։ Իհարկե դրանց մեջ են մտնում ընտանեկան լուսանկարները, անցյալի լուր վկաները։ աղբորս տղան է, այ Աննան Աղդալյանը, 10-րդ դասանում հյուր էին եկել։ Ես իմ աղբոր տղան է, ես էլ Բաքվից ես եմ, գիտեմ ինչքան է Մերլենայի նման, գիտեմ թե Մերլենան է Բաքվից փախած։ Ես իր երեխեքն են, Բարիսի։ Այս նկարը ես եմ փոքր ժամանակս է իմ, այս նկարը միշտ կախած էր մեր կորիդորի այս ժամացույցի մոտ, ռամկի մեջ դրած էր, ու միշտ տատիկս ասում էր, որ դու իմ տան աստվածուհին ես, միշտ մեր տունը պահպանում ես, առավոտյան արթանում եմ, քեզ բարև եմ տալիս, երեկոյան քնում եմ, քեզ բարի գիշեր եմ ասում։ Ես եմ, այս Արամոս, այս էլ իմ մոտիկ ընկերուհի, միասին հետազոտական ինստիտուտում ենք աշխատում Ստեփանակերտում։ Էլի ընտանն եք։ Հա, էլի ընտանն ենք, բայց հլա մի սենյականոց, այս բաների վրա եմ հիշում, հետո քանդեցինք սա։ Իլհամ Ալիևը շինություններ քանդելուց բացի մի շարք բնակավայրեր բնակեցնում է ադրբեջանցիներով։ Ստեփանակերտից բացի Խնածախը, Կարմիր շուկան, Վանքը, Նորագյուղը, Հաթերքը, Քոլատակը, Շոշը, Աստղաշենը, Այգեստանը եւ այլ հայկական բնակավայրեր։ Եվ այդ ամենի անունը նույնիսկ վերաբնակեցում չի դնում, այլ վերադարձ։ Արցախի կորստից հետո տարածում ստացավ նման հուշանվերների պատրաստումը։ Տան բանալին հողի մեջ։ Այն խորհրդանշում է վերջին կապը կորսված տան հետ։ Բայց միթե այս խորհրդանիշը չի դառնում անիմաստ, երբ հասկանում ես, որ տունդ այլևս չկա։ Ինչ-որ ֆիզիկապես է տոնը կա։ Հա։ Քեզ թվում է, թա Մինա ետը ստրնելական։ Հա, ետը ստրնելական, թեկուզ քեզ խափեմ ես։ Да։ Բայց Բայց ես ձեզ մի պեն այսիմ։ Այդ պենն էլ է։
Չէ, ես ցես մեն պեն ասիմ, ստի ասիմ ես ցես։ Ինձ էդի կարևոր այդ ես միշտ մտածելի սմոլար, վե տոնը կավեջ սարքելու, կառուցելու։ Ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել գյուղերը, որտեղ նախկինում ապրում էին հայեր, ինչպես նաև գերեզմանատներ եւ մի շարք եկեղեցիներ։ Մնում է միայն հուսալ, որ իրենց հողում հանգչողներին ել չեն անհանգստացնի եւ կթողնեն խաղաղության մեջ։ Հաջող տոն, քեցի։